Շատ է խոսվում եւ հանրության կողմից բավականին հետաքրքրող թեմայի կոռուպցիայի դեմ պայքարը մենք աշխատում ենք, ստեղծում ենք համապատասխան նոր հանձնաժողովներ, որպեսզի կոորդինացնենք դա, բայց այս պահին ես ուզում եմ պետական եկամուտների կոմիտեին հանձնարարական ձևակերպել հետևյալ կերպ. Առաջի հերթին մեր գերատեսչությունները պետք է կատարեն իրենց նախատեսվող ֆունկցիաները։ Ելնելով դրանից, ապահովել ոչ կարգապահ եւ արտոնյալ ընկալվող խոշոր արտադրողների եւ ներմուծողների կողմից հարկային կարգապահության անվերապահ կատարումը։ Երկրորդ, հարկային ստուգումները պետք է իրականացվեն բացառապես ռիսկային համարվող սուբյեկտներում, փոքր եւ մանր ձեռնարկություններին անդրադառնալ ծայրահեղ դեպքերում։ Մաքսային ծառայողների հնարավոր սուբյեկտիվ վարկագծի բացառումը եւ գործունեությունը թափանցիկությունը եւ ապահովումը։ Աշխատակազմին նախապատրաստել ավելի մանրամասն հանձնարարական, բայց այս գործողությունները, պարոն Հովսեփյան, դուք պետք է կատարեք առանց բիզնեսի համար խոչընդոտ անելու։ Որևէ ձևակերպում, որևէ ստուգում չպետք է խանգարի իրանց ամենօրյա գործունեությանը։ Երկրորդը, սոցիալական մասով։ Առաջարկում եմ հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովին, էներգետիկայի եւ բնական պաշարների, աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարներին համատեղ քննարկել եւ առաջարկություններ ներկայացնել գազի եւ էլեկտրաէներգիայի սակագանային քաղաքականության վերանայման մասին։ Խոսքը ինչին է վերաբերում։ Մաքսիմալ նվազեցնել սոցիալապես անապահով խավերի սակագինի հաշիվ այլ սպառողների, տրամաբանական, ապահովել սակագների խտանիշ ազդեցությունը բիզնեսի համար, հատկապես գյուղատնտեսության եւ վերամշակվող ճյուղերի համար։ Հանձնարարականը նույնպես կձևակերպվի, ժամկետները կարվի, այս ամենը պետք է անել ոչ ի հաշիվ բյուջեի, պետք է ի հաշիվ տնտեսվարող սուբյեկտներին, որոնք որ այդ ծառայությունները մատուցում են։